Խոյ կենդանակերպը որպես ծնող և ծնողական համատեղելիություն։ Խոյ նշանի մարդիկ ծնողական դերում առանձնանում են իրենց եռանդով, նախաձեռնողականությամբ և բարձր ակնկալիքներով։ Նրանք կարող են լինել ինչպես չափազանց ոգևորող և աջակցող, այնպես էլ պահանջկոտ ու որոշ դեպքերում խիստ։ Հիմնական բնութագրերը ծնողական դերում ակտիվ և մասնակցող։ Խոյ ծնողը սիրում է իր երեխաների հետ զվարճանալ, նրանց ուղղորդել խաղերի, սպորտի կամ նոր փորձառությունների միջոցով։ Նա ավելի շատ մարզիչի դերում է, քան միայն դիտորդ։ Մրցունակություն և կարգապահություն։ Նա երեխաներին սովորեցնում է համառ լինել, ձգտել նպատակներին և չվախենալ մարտահրավերներից։ Խոյ ծնողները հաճախ խրախուսում են սեփական նախաձեռնությունն ու պատասխանատվությունը։ Ուրախ և էներգիայով լեցուն։ Երեխաներն իրենց ծնողի հետ հազվադեպ են ձանձրանալու, քանի որ խոյ ծնողը միշտ նոր բան է առաջարկում, իր շրջապատը կենդանացնում է էներգիայով և հետաքրքրությամբ։ Կարևոր մարտահրավերներ։ Կարճասահում ու համբերատարության պակաս։ Խոյ ծնողը կարող է անհամբեր լինել, հատկապես երբ երեխան չի հետևում կանոններին կամ չի հասնում ակնկալվող արդյունքներին։ Ամբարտավանություն և իշխանություն։ Երբեմն նա գերագնահատում է սեփական կարծիքը և փորձում է վերահսկել երեխայի ամեն քայլը, ինչը կարող է երեխաներին ճնշել։ Անկազմակերպվածություն կամ միանշանակականություն։ Երբեմն նախատեսված ծրագրերն ու կանոնները հեշտությամբ փոխվում են, ինչը կարող է իր երեխաների համար առաջացնել հստակության պակաս։ Ծնողական մոտեցման տեսակներ։ Խոյ հայր սիրում է ակտիվ խաղեր, սպորտ և դրսի արկածներ։ Նա ցանկանում է իր երեխաներին դաստիարակել առողջ, համարձակ և ինքնավստահ։ Արտահայտվում է ավելի շատ որպես խաղի առաջնորդ, քան խիստ ուսուցիչ։ Խոյ մայր հավասարակշռում է պահանջկոտությունը և հոգատարությունը։ Խոյ մայրերը հաճախ ոգևորում են իրենց երեխաներին լինել մրցունակ, ինքնուրույն և պատասխանատու, սակայն ցույց են տալիս նաև ուշադրություն և խնամք։ Ծնողական համատեղելիություն։ Խոյ ծնողը լավ հասկանում է երեխաներին, ովքեր ակտիվ, նախաձեռնող ու ստեղծարար են։ Ավելի հանգիստ կամ զգայուն բնավորությամբ երեխաների հետ խոյ ծնողի համար կարող են առաջանալ դժվարություններ, քանի որ նա սպասում է իրենց էներգիային ու նախաձեռնությանը։ Նրանց համար առավել բարեհաջող զույգերը սովորաբար կրակ կամ օդային նշանների երեխաներն են, ովքեր կարող են համատեղվել էներգիայով և անկախության մակարդակով։ Եզգիկ։ Խոյ ծնողները եռանդ են, էներգիայով լեցուն, անկախ և հավատարիմ են իրենց երեխաներին։ Նրանք հաճախ դառնում են երեխաների համար օրինակ, համառության, նախաձեռնողականության և ակտիվ կյանքի դասեր տվող, բայց պետք է զգուշանան, որ իրենց պահանջկոտ կողմը չդառնա ճնշող։ Խոյ կենդանակերպը որպես հայր։ Խոյ հայրը հայտնի է իր էներգիայով, նախաձեռնողականությամբ և ակտիվ մասնակցությամբ երեխաների կյանքում։ Նա դաստիարակում է այնպես, որ երեխաները սովորեն լինել ինքնավստահ, համառ և ակտիվ։ Հիմնական բնութագրերը։ Զվարճանք և արկածներ։ Խոյ հայրը սիրում է երեխաների հետ զբաղվել բացօթյա գործողություններով, սպորտով, մագլցմամբ կամ պարզապես ակտիվ խաղերով, նույնիսկ անձրևոտ օրերին։ Երեխաներն հաճախ զգում են, որ յուրաքանչյուր օրը կարող են նոր արկած լինել նրա հետ։ Մրցակցային ոգի։ Նա ցանկանում է, որ իր երեխաները սովորեն պայքարել, նպատակներ դնել և հասնել դրանց։ Խոյ հայրը խրախուսում է մրցակցությունը, ինչը սովորեցնում է երեխաներին համառություն և ուժեղ կամք։ Անկախություն և ինքնավստահություն։ Նա փորձում է իր երեխաներին սովորեցնել ինքնուրույնություն և պատասխանատվություն, օգնելով նրանց զարգացնել սեփական կարծիք և որոշումներ կայացնելու կարողություն։ Դժվարություններ։ Տաքարյունություն և կարճասահություն։ Խոյ հայրը կարող է արագ զայրանալ կամ անհամբեր լինել, հատկապես երբ երեխաները չեն կատարում նրա ակնկալիքները։ Ամբարտավանություն և վերահսկողություն։ Նա հաճախ համոզված է, որ իր մոտեցումն ամենահամապատասխանն է, ինչը կարող է երեխաների վրա ճնշող ազդեցություն ունենալ։ Կենտրոնացվածություն սեփական նպատակների վրա։ Խոյ հայրը երբեմն չափազանց զբաղված է իր անձնական հետաքրքրություններով և նպատակներով, ինչը կարող է խանգարել երեխայի զգացմունքների և հետաքրքրությունների հետ տրամադրվելուն։ Եզրակացություն։ Խոյ հայրերը կենսուրախ, էներգիայով լի և աջակցող են, սովորեցնում են երեխաներին լինել ակտիվ, համառ և ինքնավստահ, սակայն նրանց տաք բնավորությունը և պահանջկոտությունը երբեմն կարող է ճնշող լինել, ուստի կարևոր է գտնել հավասարակշռությունը։ Խոյ կենդանակերպը որպես մայր։ Խոյ մայրերը հայտնի են իրենց եռանդով, ինքնավստահությամբ և ճակատագրին ընդառաջ գնալու պատրաստակամությամբ։
Նրանք երեխաներին դաստիարակում են ակտիվ, ինքնուրույն եւ նախաձեռնող դարձնելու համար։ Հիմնական բնութագրերը. էներգիայով լի եւ ակտիվ։ Խոյ մայրը չի սիրում հանգիստ նստել։ Նա երեխաների հետ զբաղվում է, կերտում է խաղեր, խրախուսում է շարժականություն եւ ֆիզիկական ակտիվություն։ Նախաձեռնող եւ վճռական։ Նա սովորեցնում է երեխաներին որոշումներ կայացնել, պայքարել իրենց նպատակների համար եւ չվախենալ փորձությունների դիմաց։ Մրցակցային ոգի եւ համառություն։ Խոյ մայրը փորձում է իր երեխաներին խրախուսել առաջադիմության եւ ինքնուրույնության ճանապարհին։ Նա սիրում է, որ երեխաները ձեռք բերեն հաջողություններ եւ հպարտանան սեփական նվաճումներով։ Դժվարություններ. անհամբերություն եւ արագ արձագանք։ Խոյ մայրը կարող է արագ կորցնել համբերությունը, եթե երեխաները չեն հետևում իր կանոններին կամ չեն կատարում ակնկալիքները։ Ամբարտավանություն եւ վերահսկողություն։ Նա հաճախ համոզված է, որ իր մոտեցումն ամենալավն է, ինչը կարող է խանգարել երեխայի ինքնուրույն մտածելուն։ Շեշտը դնել սեփական ծրագրերի վրա։ Երբեմն խոյ մայրերը չափազանց կենտրոնացած են իրենց աշխատանքային կամ անձնական նպատակների վրա, ինչը կարող է նվազեցնել երեխայի զգացմունքային կարիքների նկատառումը։ Մայրը դեռահասի կյանքում։ Ակտիվ մասնակցություն։ Նա հետևում է երեխաների գործունեությանը, խրախուսում է սպորտ, արվեստ, գիտական փորձեր կամ նոր հոբբիներ։ Անկախություն եւ որոշումներ կայացնելը սովորեցնելը։ Խոյ մայրը փորձում է դեռահասներին սովորեցնել ինքնուրույն որոշումներ կայացնել, սեփական պատասխանատվությունը կրելու արվեստը։ Էմոցիոնալ աջակցություն։ Չնայած իր էներգիային եւ պահանջկոտությանը, նա կարող է ցուցաբերել ջերմություն, աջակցություն եւ խրախուսանք, եթե նկատի ունենա երեխայի հույզերը։ Եզրակացություն։ Խոյ մայրերը ուժեղ, ինքնավստահ եւ էներգիայով լի են, եւ երեխաներին սովորեցնում են լինել ակտիվ, համարձակ ու նախաձեռնող։ Սակայն նրանց տաք բնավորությունը եւ ուժեղ վերահսկողությունը պահանջում են զգուշություն, որպեսզի երեխաները զարգանան ազատ, անկախ եւ հոգեբանորեն կայացած։